Գյումրեցի Ավետիսյանների հարազատները հունվարի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում կայանալիք դատաքննությանը չեն մասնակցելու։ Բոյկոտը հիմնավորում են նրանով, որ չեն ցանկանում սպանության գործով դատաքննությունը տեղի ունենա բազայի տարածքում։ Պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության դատարանում տեղի ունենա դատաքննությունը, չեն համարում, որ արտագնա դատական նիստը որևէ կապ ունի Հայաստանի Հանրապետության դատարանի հետ։ Մեր դատավորը լինելով Հայաստանի դատավոր, ինքը պետք է առաջին այդ չընդուներ այդ առաջարկը, չպետք է ես որպես ինչ պետք է կամ բազայի մեջ ռուսական նստիմ, ես դատարանում եմ, ես դատավոր մարդ եմ, ու տարիք ուներ ահագին ինքը, այդքան դատավոր եղնել կարող է շատ լավ դատավոր, ես բան չունեմ սերով, բայց ինքը այդ Իրան այդ դատը անելով այդտեղ հանդես, մեզ ապացուցեց, որ ինքը չի արտարացնում իրեն։ Հասմիկ Ավետիսյանի քրոջ Ռիտա Պետրոսյանի կարծիքով դատավորը կաշկանդված է բազայում, թեև վստահ չէ, արդյոք արդարադատության ականատես կլինեն, եթե գործի քննությունը տեղի ունենա, ասենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում։ Այնուամենայնիվ պնդում են, սպանված ընտանիքի անդամների իրավահաջորդները, բոլոր հարազատները հրաժարվում են բազայի տարածքում մասնակցել դատավարությանը։ Թե դատը կենեն առանց մեզի, դա արդեն ապօրինություն է, թողեն են, հետո դրանց հետևանքներից եթե չեն վախենա իրանք։ Միանշանակ մի համոզված եմ, որ Պերմյակովից բացի կան մարդիկ, որ այս գործին հետ խառն է իրանց մատնել, բայց չկան, չեն ուզում բացայդել, թե գիտեն իրանք, որին հրամանատարին փախցրին տարան երկրից դուրս ավելի լավ պաշտոնների տվի, շատ մարդկանց մատը խառն է այս գործի մեջ, բայց որ աշտարշ դատավարություն չեմ հավատում ես։ Ուղղակի, որ ես պետք է չգտնվեմ հենց ռուսական բազայում, ինչի պետք է գնամ։ Ես ամեն րոպե նայեմ այդ ապուշի նստելու ձևը ռուսներին, ես իրանց նայելով արդեն հոգեգան աշխարհս խանգարվել է, կրկնագի երագի անգամ, մինչև վերջ կուզե բոլորս միանգամից մահանանք ու վերջանա, այս ամեն ինչը, իրանց միայն դա է պետք։ Ես ինչի պետք է շտամ ռուսներ, որ օբիսկենեն ընձի նեսուտուսենեն։ Սպանված տանտիկնոջ քույրը Ջուլիետա Ջալալյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս գործով մեղադրանքը չի պաշտպանում դատարանում։ Հարցադրում է, կա արդյոք ավելի կարևոր գործ Հայաստանի Հանրապետության համար, քան հունվարի 12-ին տեղ ունեցած սպանության գործով քննությունը։ Պահանջում եք, որ ինքը պարտավոր է ներկայանալ այս դատին, որովհետև այս գործ այնպիսի հնչողություն ունի այս դեպքը, որ ես զարմանում եմ ինքը Չէ, այսպիսի դիշկընտուն է, անտարբերությունը իր մոտ շատ է նկատվում։ Ինքը ասեց, մենք կպահանջենք, որ մնա Հայաստանում, հա, ինձ թվում է, որ իր արածը չէր, որ մեր ամբողջ ժողովուրդը, մեր ամբողջ հայ ազգը պայքարեց։ Մենք շնորհակալ ենք մեր հայությունից, որ սկզբից վերջ մեր կողքին են եղել, շատ շնորհակալ ենք մեր գյումրեցիներից, որ իրենք իրենց մաշկի վրա զգացին Ավետիսյանների ընտանիքը ընդունելով իրենց ընտանիքը։ Պահանջեմ գա, որ դուք պետք է ներգարինիք այս դատը այս գործը չէր, որ դուք այսպես պետք է անտեսեիք։ Հավելենք, որ վաղը ժամը 12-ին Ավետիսյանների հարազատները հավաքվելու են Գյումրիի կենտրոնական հրապարակում, իշխանություններից պահանջում են երկօրյա ժամկետում լուծել այդ խնդիրը։ Բողոքի ակցիային ակնկալում են, որ գյումրեցիները ևս կմիանան։ Մեր կողքին կեղնեն, մեզ հետ կլինեն, ինչպես սկզբում մինչև վերջեր կգնանք, մինչև որ մեր ուզածը չլինի, որ արտարժ դատավարությունը լինի եւ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետության դատարանում։